Խորհրդարանական ճեպազրույցում Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խոսել է քրեական օրենսգրքում փոփոխության առաջարկի մասին, որի նպատակն էր հայոց ցեղասպանությունը կամ միջազգայինորեն ճանաչված այլ ցեղասպանությունները հրապարակայնորեն հերքելու, մեղմացնելու, հավանություն տալու, արդարացնելու կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը քրեականացնելը։ Խմբակցության առաջարկը խորհրդարանը մերժել է, ըստ նրա հարցականի տակ են դրվում հայոց ցեղասպանության հետևանքները։ Այստեղ երկու հիմնական տարբերություն կար, առաջինը հայոց ցեղասպանությունը առանձնացվում էր, հստակ գրվում ենք, որ կա հայոց ցեղասպանություն, որովհետև գործող կարգավորման մեջ հայոց ցեղասպանությունը առանձնացված չէ, եւ երկրորդը առանց որևէ նպատակի հետամուտ լինելու, ինչի է, եթե մարդը նսեմացնում է, կարևորությունը նվազեցնում է, հերքում է, արդարացնում է, պետք է դատվի։ Մենք այսօր Հայաստանում տեսնում ենք, որ Օվերտոնի պատուհան է բացվում հարցականի տակ դնելու հայոց ցեղասպանության հետևանքները եւ նույնիսկ փորձ արվում ինչ-որ չափով զոհին մեղսակից դարձնել։ Հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը եւ Լեմկին ինստիտուտի արձագանքը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Հիշեցնեմ այդ կոչը, հələ մի հատ տեսնենք այդ 1.5 միլիոնի անունները կան թե չէ։ Այս ամեն ինչը պատահական չի արվում, այնպես որ զարմանալի չի, որ թե կառավարությունը եւ թե իշխող մեծամասնությունը դեմ քվեարկեցին, ընդ որում կառավարության արձագանքը ընդհանրապես զավեշտի եւ ցինիզմի գագաթնակետ է։